Երեք Ռիփսիկ քույրիկը հարցեց, ասեց, ինչի մասին ես խոսալու, ասեցի իրականության քողի տակ թաքնված կեղծիքի մասին, ասեց էլի կպար մեր մազերին, չէ, կպնելու եմ կեղծիք պարունակող ամեն ինչի, համաձայն եք մի քիչ խոսենք այդ մասին, ուրեմն կան արհեստական բաներ մեր կյանքում, որոնք գուցե շատ գեղեցիկ են, բայց ոչ իրական, հիմա դուք որին եք համաձայն, իրականությանը, թե ուղղակի լոկ արտաքին գեղեցկությանը, վստահ եմ բոլորդ կասեք իրականությանը, բայց մի քիչ հետո կտեսնեք, որ դուք հենց այդ ձևականին ավելի շատ եք հետևում, ավելի շատ նշանակություն եք տալիս, ասենք հանկարծ այն ինչ որ մեր աչքին գեղեցիկ է երևում, բայց իր մեջ կարող է կյանք չպարունակել, իսկ Աստված կյանքի Աստված է, Աստված ամեն ինչ իրական ստեղծեց, ձևական ոչինչ չի ստեղծել, Աստծո ստեղծած ջրվեժները ձևական չեն եղել, Աստծո ստեղծած ծաղիկները ձևական չեն եղել, բուսականությունը, ծովային կենդանիները, ցամաքային կենդանիները ձևական չի եղել, երկինքը ձևական չի եղել, ամեն ինչ եղել է նպատակային ու իր մեջ կյանք եւ բովանդակություն պարունակող։ Բայց անկարծ մենք հանդիպում ենք կեղծիքի, ասում են օրիգինալներ, բայց տեսար չինականը։ Պատկերացրեք գնացել եք շուկա, տեսակ ընկույզ են ծախում, պոպոկ։ Արտաքինը շատ գեղեցիկ էր, սպիտակ, հրապուրիչ։ Հարցնում ես վաճառողին լավ ընկույզա թե չէ, շատ է գովում, ասում է շատ լավ է, ընտիր է։ Դու չես նայում գնին անգամ, առնում բերում ես տուն, ու որ կոտրում եք հանկարծ հանդիպում եք հիասթափության, տեսնում եք, որ մեջը փուչ էր, կամ բորբոսնած էր, կամ ворթնած էր։ Պատահել է այդպեսի բան։ Ասում եք, տեսքը ումն էր պետք, տեսքը խաբուսիկ էր։ Հիմա սա դեռ ոչինչ։ Հանկարծ մենք կարող ենք հանդիպել մարդկանց, որոնք դրսից երևում են հենց այդպես գրավիչ, բայց ներսից փուչ։ Գնում ես հարս ուզելու, դրսից ամեն ինչ տեղը տեղին էր, բայց վերջում տեսնում ես, որ փուչ էր, մեջը դատարկ էր։ Պատահում է նման բաներ, ասում եք խափնվեցինք տեսքին։ Ուրեմն մենք ամեն ինչ արտաքինից չգնահատենք, ոչ լավ, ոչ վատ երևացած կողմերը, որոնք կարող են լինել խաբուսիկ։ Ճիշտը մարդու ներքին ճիշտ պարունակությունն է։ Վերջին ժամանակներս շինանյութերի մեջ մտավ մի նյութ, որը անվանում ենք սիլիկոն։ Սիլիկոնը դարի հրաշք էր։ Այն ունի շատ էլաստիկ, ջերմակայուն եւ քիմիական շատ հարցերի մեջ դիմադրություն ունեցող նյութ է։ Օգտագործում են, եւ սա շատ լավ է, իմպլանտների մեջ, մանրամասը չասեմ, վիրաբուժական օրթոպեդիկ սարքերի մեջ են օգտագործում են խողովակների կաթետրների, որ տնում են ձեռքի արյան անոթների վրա, դրանք սիլիկոնից են, դրանք լավ բաներ են։ Կան սիլիկոնային ապրանքներ, որոնք ուղղակի արտաքին տպավորություն թողնելու համար է, ընդհանրապես տպավորություն եւ ուրիշ ոչինչ։ Օրինակ ասենք, կարող է փոխարինել կորցրած աչքի, մարդը աչքը կորցրել է, մի ժամանակ ապակուց էին փոխարինող մի բան դնում, որպեսզի տեսքը ճիշտ պահի։ Հիմա ավելի թեթև նյութերից են պատրաստում, շատ ավելի հարմարավետ, շատ ավելի նման, բայց միևնույն է, այդ աչքը իր մեջ լույս չունի։ Ընդհանրապես ձևն է պահպանում մարմնի, տեսքն է պահպանում գեղեցիկ, բայց իրականում տեսողություն չունի։ Ձեռքեր կան սիլիկոնային, պատրաստում են շատ նման ձեռքի, բայց չի կարող ինչպես ձեռք կամ ոտք ծառայել։ Սրանց մեջ կա կեղծ մի բան, բայց այդքան շատ վնասակար վտանգավոր չէ։ Ավելի կեղծ բաներ կան, որի վրա մի քիչ հետո կառնեմ։ Օրինակ, ովքեր են տեսել սիլիկոնային ծաղիկներ։
արհեստական ծաղիկներ։ Երեք ես մտքով սանցավ ասի, ես պետք է արհեստական ծաղիկներ եւ բնական ծաղիկներ բերեմ եւ դրանց տարբերությունը այսպես դիդակտիկ ձևով ցույց տամ։ Գնացի մանեկա, գտա ծաղիկներ շատ սիրուն էին, շատ գեղեցիկ։ Օրինակ էս ի՞նչ է։ Վարդ, սիրուն է, շատ լավ։ Ռեբիսիկ ինչ կտան վերսամոտդ։ Մի ուրիշ վարդ ցույց տամ, սա էլ վարդը չէ։ Ծաղիկ է։ Սա էլ վարդի մի ուրիշ տեսակ է, մի քիչ կակաչի նման, շատ սիրուն բան է։ Օրինակ, որ քո ծննդյան օրը կամ որևէ առիթով ես քեզ նվիրեմ այդպիսի ծաղիկներ, գոհ կմնաս։ Ճարս ինչ։ Բայց գոհ չի մնա հաստատ։ Կասի սրա մեջ բնականություն չկա։ Մի անգամ ես փորձում էի համոզել, թե ախր այդ ծաղիկը ցախի պես բան է էլի, թանգել, կա, ասենք մի ծննդյան օրը թե ինչա, բերում նվիրում ես 2 օր հետո նորից թափում ես անկում խոտի պես։ Կարելի է առնել արհեստական ծաղիկներ, ասենց։ Ու տունը թող մնա, ամեն առիթով գնա վերս բերտուր, շնորհավորի նորից դարտիր տեղը։ Չեն համաձայնում, ասում են չէ, այդպես չի լինի։ Ամեն լեժանա նստում։ Ամեն դեպքում սրանք կմնա եկեղեցում, եթե որևէ մեկի պետք կգա, եկեք տարեք շնորհավորեք նորից բերեք դրեք տեղը։ Երկար կծառայի, տեսնում եք, որ համաձայն չեք սրան։ Հիմա սրանք այսա վարդ է։ Սա արդեն իրականն է, տեսեք։ Բարձրացա թող տեսնեն իսկական վարդի ու արհեստական վարդերի մեջ եղած տարբերությունը, ժողովրդին ցույց տու, ոչ թե տունայի։ Ահա։ Հիմա նայեք, իրական վարդի մեջ կա ճիշտ գեղեցկություն։ Բացի գեղեցկությունից կա նաև բույր, որը չկա այն մյուսի մեջ։ Բացի տեսքից իր մեջ ունի կենդանություն, որը չկա այն մյուսի մեջ։ Իրականը շատ է տարբերվում արհեստականից։ Եվ իրականը ավելի արժեքավոր է։ Սրա մի փունջը արժեր մի 200 դրամ, ընդրա մի հատիկն արժեր 1000 դրամ։ Նստի։ Ինչն էր գնահատվում։ Իրականությունը, բնականությունը եւ գեղեցկությունը։ Հավատում եք, որ մենք մեր արտաքին տեսքով անգամ լինենք բնական, սա ավելի գեղեցիկ է, քան թե արհեստական տեսք տվածը։ Պատահում է, բեք ես դրիպսիկին էլ ասել եմ, տնաշեն, լամի քանի ամիս մազերդ մի ներգե, տեսնեմ ուր ես հասե, որտեվ անընդհատ կես տեսնում եմ ես սև մազերով, իմ մազերը սպիտակ էլ է, չէ, չի ուզում, ասում եմ, ես ուզում եմ երիտասարդ դերևամ, երիտասարդ կերևաս, բայց երիտասարդ չես լինի, դու նորից տքալու ես, նորից մեջքդ բռնելու ես մանգաս, նորից ճնշումդ բարսանուլա վազես, 100 անգամ չափես, նորից նստելու ես տեղերի վրա, այսինքն դա ոչինչ չի փոխում քո մոտ։ Օրինակ մեր նախկին տատը, տատուս տատերը, պապուս պապերը, ամեն ինչ եղել է բնական։ Եվ այդ բնականության մեջ ավելի գեղեցկություն կար։ Ես մի անգամ էլի պատմել եմ ձեզ, տարիներ առաջ, ավտոբուսի մեջ նստած էի, Երևան էի գնում, մի հատ կին բարձրացավ, զգացվում էր իր շարժությունից, որ շատ մեծ է, երևի 80 տարեկան կլներ, ըստ ինձ, կամ 70, չգիտեմ։ Ես էլ 40 տարեկանի մոտ էի։ Ես կարդացել եմ աշխոսում, որ սպիտակ մազերի առջև ոտքի կանգնիր, պատվիր ծերին, այդպես է գրած։ Նստած ասի, սրա ոչ մազերն է սպիտակ, ոչ էլ իրան ծերի տեղա տրե, ինք իրան տրել է 20 տարեկանի տեղ։ Ես էլ 40 տարեկան եմ, ես ինչի ելնեմ կայնեմ, ես 20 տարեկան աղջիկը նստի։ Սա մի քիչ կատակով եմ ասում։ Իրականում, երբ քո պատիվը, որը տրված է նաև քո սպիտակ մազերի մեջ, դու դա ծածկում ես ինչ-որ ներկանյութով։ Ինչ տվեց քեզ այդ բանը։ Ոչինչ, բացի դատարկությունից, բացի խապկանքից, համ քեզ ես խապում, ամ ուրիշներին ես խապում, այն ինչը քո մեջ իրականում այն գոյություն չունի ընդհանրապես։ Դրա համար մենք մեր տարիքին համապատասխան շարժվենք, սրա մեջ կա ավելի շատ գեղեցկություն։ Հիմա արհեստական ծաղիկի վրա ուզում եք դեզադոր ցանեք, ինչ ուզում արեք, մեկը
այդ մնում է ոչ իրական։ Այստեղ ուրիշ ծաղիկներ եմ առել։ Ինչ ծաղիկ է այս։ Լիլիա։ Ուրեմն որ այս խանութից վերսի այդ աշխատողին ասեց ինչ ծաղիկ է, ասեց լիլիա, ասի բայց ես կարծում եմ թե Շուշան է։ Ասում է չէ, լիլիա։ Ասում եմ լիլիան ու Շուշանը նույն ծաղիկը չեն, ասեց չէ։ Ծաղիկի խանութի աշխատողն ասեց չէ։ Մի քիչ առաջ Ժորային ասի Ժորա ջան, լմա մտի ինտերնետ տես Շուշան եւ Լիլիան տարբեր ծաղիկներ են, ասեց չէ, երկուսն էլ նույն ծաղիկն է։ Սա Շուշան է։ Դուք Լիլիա եք ասում, ասեք Շուշան էլի, սա ավելի սիրուն չէ։ Ձեր թորներ անունը Լիլիա եք դնում, դու դրեք Շուշան։ Բարձա։ Շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց իր մեջ կենթանություն չկա։ Ես ինչա չգիտեմ։ Հա? Վարդակակաչ։ Շատ սիրուն է, բայց նորից ոչ իրական։ Իսկ այս մյուսը, այս Արխիդեան, ուրա ես էլ դուր որ սիրուն երևա իր այդ միասին։ Սա հենց իրական սիլիկոնից պատրաստված ծաղիկ է։ Շատ է գեղեցիկ։ Սրա անունն ինչ է? Արխիդեա չէ։ Խոլորձ։ Խոլորձ։ Հայերեն խոլորձ է նշանակում։ Սիրուն չէ, խոլորձը, արխիդեա։ Ձեր թորներ անուն արխիդեա մի դրեք, խոլորձ, խոլորձը։ Էդ էլ մի բան չի։ Լավ։ Ամեն դեպքում շատ է գեղեցիկ, որ նայում ես բնական, չի թառամի, չի փչանա, բայց ոչ հոտ ունի, ոչ իրականություն ունի, ոչ էլ կյանք ունի իր մեջ։ Այսինքն ես ուզում եմ մենք վերադառնանք իրական եւ կյանքին վերաբերող բաներին։ Իսկ սիլիկոնային մրգեր, տեսել եք։ Տեսքով շատ են գեղեցիկ։ Ես մանեկա չգտա կարգին միրգ, բայց ինչ որ մի բան կճարեցի։ Տեսեք։ Դեղձա։ Կուտես հաուրը հայկը։ Երբ որ դպրոցական էինք, այսպես բաներ բերում են մեզ ինչ-որ մրգի տեսակներ, ասում ատամները չքում էր, մոմ էր կամ պլաստմասա էր։ Ոչ համ կար մեջ, ոչ էլ, ասենք, բույր ուներ։ Այսօր կեզ ինչքան բան եմ տալիս։ Այս էլ խնձոր է։ Նոր տարում կարակ տնեք սեղանի վրա, բայց ոչ ուտելու համար։ Ուղղակի տեսքի համար, որ ձեր հյուրերին ցույց տաք, տեսեք ինչ սիրուն խնձորներ ենք դրել։ Այդպես կա չէ, նոր տարվա սեղանի են դնում են մի հատ կոկոս, բայց չեն կտրում էդի, որտեվ էդի դնելու համար է, էդի ամենավերջում են կտրում։ Էդ էլ է ձևի համար։ Շատ լավ։ Սրանք դեռ դժբախտությունները չեն, սրանք ոչինչ չխանգարող բաներ են ինչ որ միտեղ։ Բայց երբ հանկարծ մարդը այդ սիլիկոնը փոխադրում է իր մարմնի վրա։ Սիլիկոնային շրթունքներ։ Ես վերջերս դե որ ինձ հետաքրքրում էր մանեկա գտա ուրեմն այս շրթունքները այնքան են լցնում սիլիկոնով, տեսքը մարդու դառնում է բադի տեսք, սագի, ղազի տեսք։ Ու լրիվ իրար նման են դառնում։ Ես ասում եմ, սրա հրապուրանքը ո՞րն է։ Սիլիկոնը զգայարան չունի իր մեջը։ Եթե դու մի հատ թորնիդ համբույր ես, ինքը սառը մեռելի համբույր կզգա, ոչ թե իրական կենդանի մարդու։ Բայց լսում են, ասում են, սա գեղեցիկ է։ Աչքերը փոխում են, թարթիշները սիլիկոնային։ Տեսել եք այդպիսի բաներ։ Գեղեցիկ են, բայց իրական չեն։ Սիլիկոնային մազեր։ Դե մարդ ասենք, մազերը թափվել է։ Ուզում եք քաշակ գլուխը ծածկել մազերով։ Դա էլ ոչինչ չի խանգարում, բայց դա դու չես։ Մեկը իրիկունը, որը կարոտոն քո ամուսնու հետ նստել ես խոսում ես կամ պետք է քնես, դա որ հանում ես դու ես քաշալ մարդն ես։ Ումն է խափում դրանով։ Բոլորին քեզ էլ հետը։ Դու այդ մարդը չես։ Ոչինչ։ Կամ կան ուրիշ սիլիկոնային եղունգներ։ Ուրեմն այս ծաղիկները, որ արա արհեստական ծաղիկները,
վերջում այդ գումարն էր հաշվում, եղունգները այսպես երկար, դե գիտեք դրանք արհեստական եղունգներ են, էլի իսկական չեն։ Հիմա այդ բանի ուզում այդ բաները սխմի կնոպկեքը դե ես ինձ եղունգը խանգարում ասենց բանով էր անում էլի թարս էր կպնում ուրիշ տարի էր կպնում հետ էր երկար ժամանակ տանջվեց մինչև այդ դմն տպեց դե ասի այդ էլ սուտ էլի մեկը այդ քո եղունգները չի կարող է մի քիչ հետո դի որ մաքրեն տանես մի հատ կոսմետոլոգի մոտ մաքրի դա կասանքային հիվանդության կոնդուկացիկ ինչ որ բաներ է լավ սրանք ծածկում են ծածկեք, բայց սրանք իրական չեն, սրանք դժբախտությունները չեն էլա որ ասում եմ, դժբախտությունները երբ որ հեսակը փոխվենք կմտնենք մարդու կյանք, հոգեբանության մեջ, եւ որ մարդկանց փոխհարաբերություններն են դառնում սիլիկոնային։ Երևում է թե կա, բայց իրականում այնտեղ ոչինչ էլ չկա։ Շատ բաներ կան, որ արհեստական են, մի չթվարկենք մարդու մարմնի տարբեր մասեր, այսօր փոխում են սիլիկոն ոտից գլուխ սիլիկոն։ Եթե այդ մարդու վրայից հանենք արհեստական բաները, իրականությունից տակը կմախքից բացի ոչինչ չի մնա։ Այսինքն, եթե դուք սիրելի հատկապես եղբայրներ ամուսնանում եք մեկի հետ, որ ամեն ինչ սիլիկոնային է, ես հիասթափեցնեմ ձեզ, որովհետև մի երկու շաբաթ հետո շատ կփոշմանեք, որովհետև տակը իրականություն չկա։ Նման մարդկանց հոգեբանությունն է առաջին հերթին դառնում սիլիկոն, հետո նոր նաև արտաքին այդ իբր թե փոխված բարեմասնությունները։ Օրինակ սիլիկոնային փոխհարաբերություններ։ Փոխհարաբերությունը կա, բայց իրականության, ջերմության, սիրո, քաղցրության, հարազատության վրա չի կառուցված։ Լոկ ուղղակի վարչական փոխհարաբերություններ։ Անկամ այն կարող է լինել նաև եկեղեցում։ Ուղղակի վարչական փոխհարաբերություններ։ Սիլիկոնային ժպիտներ, հատկապես ամերիկական ժպիտներ, ովքեր են տեսել, ամերիկացիները մեր նման չեն ժպտում, օրինակ Samsung-ը ժպտաց, բայց ատամները ես չտեսա, եւ որ ամերիկացին է ժպտում, ուշադիր եղեք, տեսեք, ժպիտ չէ, գիտեք, ուղղակի, ժպտալու տպավորություն է թողում, մեջը դատարկություն է, ժպիտը կա, ատամները գուցե շատ սիրուն սարքած է, էլի իմպլանտ, էլի արհեստական, բայց ժպիտի մեջ չկա ժպիտ, կա ընդհանրապես ժպիտի ձև, սա կարող է լինել։ Նման խոսքեր, բառերը կա, բայց բառերի մեջ ջերմություն չկա, բառերի մեջ իրականություն չկա կամ նախադասությունների։ Հնարավոր է սիրո խոստովանություն անես, մեջը ոչ մի ճիշտ բան չլինի, լոկ ընդհանրապես դատարկ բառեր։ Մարդի հավատքն անգամ կարող է դառնալ հենց այսպես արհեստական, դրսից երևացող, ներսից իր մեջ ոչ մի ճիշտ բան չպարունակող։ Հիմա մեկը գալիս է ձեր տուն։ Զանգը տալիս են դրան, ելնում ես կամ կա որ այդ գլազոկից նայում ես, չէ՞, Samsung-իկon։ Բայց դուրը բացում ես, հայ, բարև ձեզ, վայ ինչքան ուրախ ենք որ եկաք, սպասում ենք ձեզ։ Ինչի շուտ չեք գալիս, բայց մի քիչ առաջ ժանգերը խառնել էր մինչև դուրը բացելը։ Քո ժպիտը ու այդ բառերը արժեք ունեին։ Չէ, չունեին։ Ձև էր, կեղծիք էր, սուտ էր։ Բայց ցույց տվեցիր, որ այն կա։ Դուք կհամարեք սա իսկական հարազատություն կամ փոխհարաբերություն։ Իսկ ասեի, որ ոչ։ Կամ եղել է պատահում է, որ զանգում են հեռախոսով, հիմա գրում է, չի անում ով է զանգել։ Ասա տունը չի բանից կոմենքում, բայց հանգարց բերում տալիս է հեռ, ասում հա հիմա տալիս եմ սեթին։ Վերցնում, բարև ձեզ, ո՞նց եք, ո՞նց եք, ինչքան ուրախ եմ ձայնը լսելու համար, բայց իսկ էլ ուրախ չես, դու մի քիչ առաջ ժանգերը խառնել էի, թե ինչի զանգեցիր։ Հավես ունես, այնքան էլ երկար է խոսում տնաշենը չի էլ վերջը։ Այսինքն սրանք էլ են դառնում ձև։ Եվ այդ ձևի մեջ ցավոք սրտի բացակայում է իրականությունը։ Դուք հավատում եք, որ հանկարծ Հիսուսը իմ թվարկած որևէ մեկի նման իրեն պահեր կամ դրսևորեր։ Նա փարիսեցու հետ խոսում էր ուղիղ ճիշտ, այնպես ինչպես ինքը կա, սովորական ժողովրդի հետ խոսում էր ճիշտ այնպես ինչպես ինքը կա, որտեղ ինքը իրեն չէր կեղծում։ Նա իրականությունն էր։ Առաքյալները, ասոմարքարիները այսպես էին խոսում, այսպես է ասում Տերը, ուղիղ, շիտակ, ինչպես որ Տիրոջ ձայնն էր, որը դուր չէր գալիս այն մարդկանց, ովքեր սիրում էին արհեստականություն։
Բարևում անշպտալով ասում է, բարև ձեզ, ինչպես եք, լավ եք ու անշտում է, չէ, սպասի, լսի, գոնե լավ եմ, թե լավ չեմ, բայց որ հարցրեց, չհասրի, պատասխանեմ գնաց, ինչի հարցրեցիր, որտեղ ուղղակի պետք էր, որպեսզի դու հարցնես։ Օրինակ շատ խանութներում, ռեստորաններում կան աշխատողներ, որոնց իրենց տնօրենները պատվիրում են անպայման հաճախորդին ժպտալ։ Ժպտալը լավ բան է։ Մտա խանութ, բարև ձեզ, ինչով կօգնեմ, ինչով ձեզ օգտակար լինեմ։ Samsung ասում է մի օր մտել էի սուպերմարկետ, մի հատ գեղեցիկ աղջիկ եկավ, ասեց բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ասի փողով։ Դե փողով քեզ ո՞նց օգնեմ։ Բարձա։ Հա, լավ, գեղեցիկ է այդ սպասարկումը։ Բայց այդ ժպիտը երբ որ դու ուղղակի որպես քո աշխատանքային պարտականությունն ես ժպտում, դառնում է այս ծաղիկների նման, արհեստական։ Բայց երբ որ իսկական ես ժպտում, դա շատ է տարբերվում իրականից։ Օրինակ ասենք դու թղթի վրա նկարում ես արեգակ, բայց իրականում ոչ լույս ունի, ոչ էլ ջերմություն ունի։ Կա այդպես նկարած ժպիտներ։ Օրինակ ես կառաջարկեի նման խանութներում, եթե հնարավոր է օգտագործեն դիմակներ, ասենք բերանի մասը ժպտալը, վսեն դու տնի, այդ մարդիկ մեղք են, ամբողջ օր առավոտից իրիկում ոնց կարա ցեվական ժպտան։ Դե այդ պիտի ստացվի, էլի տրամադրություն պիտի լի մարդու։ Կապսենես ժպիտով։ Բայց իրական չի։ Կամ մատ թղթից լապտերես սարքում, բայց իր մեջ լույս չունի եւ քո ոտքերին երբեք այն լուսավորել լույս տալ չի կարող։ Մենք մեր բրգաշատ մարքեթը որ կա, այնտեղ կասիրները մյուսները բոլորը մերոնք են, որ մտնում եմ այնքան սիրուն ժպտում են, այնց բնական է, այնց գեղեցիկ է, հաճելի է։ Այդ ժպիտների մեջ կա ջերմություն, կա իրականություն, կա պարզություն, կա հարազատություն։ Սա իսկականն է։ Բայց որ մարդը պետք է ձևական ժպտա, ինչքան կարած ժպտացել, իրիկուն էլ հոգնա, ջարդված, նորից մեկն եկավ, երկար, բարակ, ինչ որ վերցնում տնում ապրանքները, դու պետք է անթաց ժպիտով բացատրես։ Էդի երկար չի ստացվում, երկար չի տևում։ Հաջորդը ընկերությունը կարող է լինել լղոզված։ Լոկ արտակնապես ընկերներ են շաշկի խաղալու, նարդի խաղալու, իրար տուն եթալու, կոֆե խմելու, իրար հետ ինչ-որ քաղաքական հարցեր վերլուծելու, ընկերությունը ինչ-որ մի բանի վրա է կառուցված, բայց այդ ընկերության մեջ չկա իսկական ջերմություն։ Եթե մի օր նեղնենկար ու կախված եղար իրենից, հնարավոր է նա քեզ երբեք ձեռք չպարզի, որտեղ իր ընկերությունը ընդամենը տեղ էր։ Իսկ այդ ընկերությունը շատ արագ է վերջանում։ Երբ որ քո ընկերդ խոստովանում է, որ մինչ մահ քեզ հետ կգամ, ինչպես Պետրոսն էլ, չէ, պարծեցավ թե Տեր, մինչ մահ քեզ հետ կգամ, բանտել կգամ, երբեք քեզ չեմ թողնի, այսպես ասում են նաև մյուս աշակերտները։ Բայց Տերն ասաց ճշմարիտ եմ ասում, այսօր մինչև ակաղաղի կանչելը 3 անգամ կուրանաս, թե ինձ չես ճանաչում։ Այսինքն այս պարծանքը ընդամենը արտաքին մասն էր, որ մարդը ինքը չգիտի իր մեջ դա կա թե չկա։ Դու ասում ես մինչ մահ քեզ հետ կգամ, բայց իր այդ իսկի եկեղեցի էլ չես ուզում գալ։ Որքան մարդիկ կային մեր եկեղեցում, որ մեր կողքին էին, մեր հետ էին։ Հատկապես ես շատ եմ լսել սիրո շատ մեծ խոստովանություններ։ Միշտ վերջերս շատերին ասում եմ՝ մի ասա ինձ այդ բառերը, էլի, ես այդ բառերից հիասթափվում եմ, որովհետև շատեր այդ բառերն էին ինձ ասում ու դարձան մեր համար առաջի հակառակորդներն ու ես վարկաբեկողները։ Որտեղ այդ բառերի մեջ դեռ չի նշանակում, որ կա իրականություն եւ կենթանություն։ Իսկականը իսկական վերաբերմունքի մեջ է եւ ժամանակին քո ճիշտ ով լինելը ցույց տալու մեջ։ Իսկ դա այդքան հեռու չի։ Օրինակ կան արհեստական ամեն բղավող հավատացյալներ։ Դե ված չէ, որ որոշ դեպքերում արձագանքում են, պատում է, ես էլ եմ անգամ քիչ, բայց ասում եմ, ասենք, ովքեր համամիտ են, թող իրենց սրտում հանգիստ ասեն ամեն, որ ճիշտ է համարում այդ խոսքը։ Բայց ասենք կան տեղի անտեղի ամեն բղավողներ, որ նույնիսկ խանգարում են։ Ես մի տեղ հավաքույթի էի մասնակցում,
հրավիրված էի Աստծո խոսք խոսելու, ես դիմացի շարքերը մի հատ քույրի կրնասած, այնպես բարձր ամեններ բղավում, հələ ես չեմ խոսացի, ամեն ասում։ Թողա խոսամ, ասեմ նոր ասա ամեն, լա չեմ ասի, դու մարգարե ես, իվացար ինչ պետք է ասեմ, շուտ ամեն ես ասում։ Քիչ էր մնում ուղղակի, եթե այստեղ մեր մոտ էր, ես կասի քույր ջան, մի ասա էլ այդ ամենը, ինչ խանգարում ես, չեմ կենտրոնանում։ Դատարկ բաներ են դրանք։ Կամ կան ամեն պահանջող քարոզիչներ։ Նույնիսկ ասում են, ասեք ամեն, այստեղ մարդ չկա, այստեղ կենթանի շունչ չկա։ Ես այդ ժամանակ հիշում եմ բռնցքամարտիկներ կան, որ ուզում են, ասեն, պետք է բարձրանան այդ մրցահարթակ, ծափ են տալիս, չէ, իրանց այդ բալեստիկները։ Ինքն էլ էսենց իրանք էլ են ասում, դայ, այսպես կան, ասենք, եթե դու քարոզիչ ես, ասում եմ պատկապես մեր եղբայրներին ինձ էլ ձեր հետ, դուք ընդհանրապես մարդկանց տոն եք տալիս, որ ես լավ որպես պաստեր ընդունեն կամ որպես լուրջ օցիալ ընդունեն, մի արեք այդպիսի բաներ։ Դրանք արհեստական իմ ասած շինց ու սիլիկոնային ամենները սիլիկոնային ծափարություններ կամ փոխհարաբերություններ։ Դուք ասեք ձեր խոսքը, թող մարդը ինքը գնահատի, կարող է մեկ շել գրագետ չստացվի։ Կարող է միկրոֆոնն էլ այդ մոմենտին փչանա ինչ որ բան խանգարի, բայց դու իրականն եղի, իրականն ասա, դե որտեղ մենք չենք հավաքվել, այստեղ ինչ որ մի բաներ ցույց տալ, հավաքվել ենք մի բան փոխանցելու միմյանց, որ իրականությունը հանկարծ մենք չկորցնենք, որովհետև այն ավելի արժեքավոր է, քան մեր ցուցաբերած յուրաքանչյուր լղոզված փոխհարաբերություններ, որոնք իրականում գոյություն չունեն։ Կամ կարող են լինել քարոզներ, նույն ձևով մոնոտոն քարոզներ, ոչ հարցական նշանն է երևում մեջը, ոչ բացական ցավ, ոչ բուտ, ոչ մի բան, կարծես հայ գրականության մեջ կետադրություն գոյություն չունի, որտեվ խոսքի մեջ էլ իրականություն եւ բովանդակություն գոյություն չունի, բացի բառերից։ Պարզ է։ Եվ Տեր Հիսուսն անգամ ասեց. հոգին է կենթանարար եւ մարմինը շահմը չունի։ Հովհաննես 6:64-ում այն խոսքերը, որը ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Քրիստոսի ասած խոսքերը հոգի էր ու կյանք։ Մենք նույն Քրիստոսի ասած խոսքերը կարող ենք կրկնել այստեղ, բայց դրանք իր մեջ հոգի ու կյանք չպարունակեն, կմնա դատարկ բառեր։ Ահա թե ինչ մենք շատերս վերցնում ենք Աստվածաշնչից բառեր, անգամ թեկուզ դևերի հետ կապված, հիվանդությունների հետ ասում, խոսում ենք, հրճակում ենք, բղավում ենք, ցերդերս դնում ենք, գնում գալիս տարբեր լավ բաներ են հրճակում, հանկարծ ոչ մի բաներ տեղի չի ունենում։ Ինչու՞։ Մենք բառերը ճիշտ ենք արտասանում, ուղղակի այդ բառերը իրենց մեջ չունեն հոգի, կյանք եւ զորություն։ Հասկանալի է։ Ուրեմն երբ որ դու իսկապես լցված ես լինում Սուրբ Հոգով, եւ Սուրբ Հոգին է մաղում քեզ այդ նույն խոսքերը ասելու, իրենց մեջ պարունակում են կյանք, որովհետեւ Աստված կյանքի Աստվածն է։ Իսկ եթե ոչ, դրա մեջ մնում է միայն դատարկ բառեր։ Հիմա երկու հարևան իրար կողքի ապրում են։ Հաշվենք թե երկուսն էլ հավատացյալ են կամ ոչ։ Առավոտ արթնանում իրար հանդիպում են, ասում են՝ «Բարի լույս, բարև հազար բարի»։ Արա մարդ չես, ես լույսն ափսոսա որ քո վրա բացվում է, դու ինչ մարդ ես։ Մի քիչ առաջ չասիր բարի լույս։ Համ ասում ես բարի լույս, համ ասում ես արևը որ ստեղծված է, ափսոսա որ քո վրա է ծագում։ Դառնա որ իր ասած այդ բարի լույսն անգամ դարձավ դատարկ արհեստական։ Հասկանալի է։ Կարանք մենք ջիգարով սրտանց ասենք, էլի այդ բարի լույսն էլ սրտանց ասենք մարդուն։ Մեր բարի ցանկությունները սրտանց ասենք մարդկանց։ Կամ օգտագործում են, մենք էլ ենք մի ժամանակ օգտագործում, սխալ չէ, ես չեմ համարում դրանք սխալ են, բայց կարող է լինել անկենթան։ Բարևի փոխարեն ասում են խաղաղություն ձեզ։ Տեր Հիսուսն էլ էր այդպես խաղաղություն ձեզ ասում։ Բայց հանկարծ այդ խաղաղություն ձեզից հետո մի հատ կռիվ է դառնում, խաղաղությունը ուր մնաց։ Ես էլի եմ պատմել մի անգամ իմ կյանքի ամենաանհաջող եղբայրական հավաքույթը, որ տեղի ունեցավ, լիքը եղբայրներ էին հավաքված, դրսից էլ մարդ կար, կարդաց 133 Սաղմոսը, որքան հաճելի է, երբ եղբայրները մեկտեղ հավաքված միաբան, եւ ես ասեց Հերմոնի շաղի պես Ահարոնի մորուքից իջնում եմ չէ անդերտեր, կարդաց շատ սիրուն Սաղմոս էլի շատ լավ։ Ու իրանք շտապում էին գնացին, չգիտեմ ինչ հարց ծագեց, վերածվեց վեճի, անգամ իրար վիրավորական անար գալիս խոսքեր սկսեցին ասել։ Ասեցի 133 Սաղմոս դուր մնաց, մեր վիճակը ուր մնաց։ Այդ Սաղմոսը օգնեց, չօգնեց։ Ինչու չօգնեց, որովհետև քո ներսում 133 Սաղմոսի համապատասխան վիճակ չկա,
քո եղբորը քրոջը գնահատական չկա։ Դու որ պետք եկա, ինչպես ասում ես խաղաղություն ես, նույնիսկ կարող ես ճանկռես անգամ իրան։ Ինչպես կարող ես իրան լավ բան ցանկանալ, նույնիսկ կարող ես վարկաբեկել հետևից կամ գուցե եւ անգամ առաջից։ Դուք հանդիպել եք սիլիկոնային բաժակաճառերի, հատկապես նոր տարվա սեղանների մոտ, հարսանեկի մաղթանքների մեջ, ինչ սիրուն բառեր են, կանաչներով սկսում են, ծաղիկներով, գեղեցիկ բաներով, վատ չեն, ես չեմ ասում, սրանք վատ բաներ են, մաղթանքներ են, էլի մարդը լավ բան է կամենում, բայց սրանք իրենց մեջ ոչ մի մարգարեական բան չեն պարունակում, պրոստո բառեր են, ուղղակի ցանկություններ են, ու վերջ։ Գալիս են օղորմաթասերի, սիլիկոնային օղորմաթասերը, ոտնկայեց ամբողջ գերեզմանոցի կենացը, հետո թուփ էս բանի կենացները, նրա կենթանի կենացը, հետո նոր մի հատ մեռած կենացը, ու սկսում են էսևի բաներ։ Հողը թեթև լինի, հողը թեթև չի լինում, Դատաստանը քաղցր լինի, Դատաստանի չեն էլ հավատում։ Մարդ ասում է, մարդ մեռավ էլ ինչ բան, բայց ասում է Դատաստանը քաղցր լինի, բայց այդ Դատաստանը պետք է լինի չէ, որ դու էլ քաղցր ես ցանկանաս։ Այսինքն սրանք էլ կարող են դառնալ ձևական։ Եվ սկսած թաղման այդ արարողության հոգի հացից, կոչվածից, մինչև վերջի տարին, որ պետք է տոնեն, կերուխում, բաժակաճառեր, չես տեսնի միտեղ, որտեղ կերուխումը հանկարծ արանքում չլինի։ Զգում եք, որ սա էլ է ձևականություն։ Եվ մեր ազգը, ասեմ, շատերը հառաչում են սրա տակ, իրանք էլ գիտեն լավ չէ, ինչ են գցի, բայց չեն կարողանում սրանից ազատվել։ Իրենք էլ են հասկանում, որ արհեստականությունից բացի իրական ոչինչ չկա։ Այդ ընտանիքը զատո կորցրել է իր աշխատող ձեռքը, կորցրել է, փլվել է այդ տամ սյունը, պատն է փլվել։ Նրանք իրենք կարիք ունեն, որպեսզի օժանդակեն իրենց որևէ ֆինանսական օգնությամբ, բայց այդում գալիս գցում են մեծ ծախսերի տակ, 1000 դրամ փող են տալիս ծրարի մեջ, 10000, 20000-ի ասում խոսում, ուտում խմում գնում են։ Սա էլ է դառնում դատարկություն։ Համբույրներ սիլիկոնային։ Մի ժամանակ մենք էլ ենք այդպես համբուրվում, բայց մեր մոտ անցավ էլ է, մեր մոտ համբուրվում են անհրաժեշտության դեպքում։ Կարող էլի մարդ չես տեսել մի տարի մի հատ էլ գրկես, ողջագուրվես, նորմալ է, շատ լավ։ Պետք է համբուրվեին, այն էլ 3 անգամ։ Հայր որդի Սուրբ Հոգի, բայց դե ինչ կապ ունի դա հայր որդի Սուրբ Հոգի հետ համբույրը։ Հիմա եղեսներում էլ այդպես չեն համբուրում, անհավատներն են 3 անգամ համբուրում։ Ես տեսել եմ անհավատ կողական տղեկ 3 անգամ, բայց էդի որն էլ, այն էլ երևի սատանա սուտմարկարե բան, ես չգիտեմ, որտեվ գազան, որտեվ ոչ մի կապ չունի Աստվածայինի հետ։ Այսինքն այդպեսի համբույրներով մենք չենք կարող ջերմություն եւ կյանք ցուցաբերել իրար, այդպես համբուրեց Սուդան Քրիստոսին, բայց այդ համբույրը մատնության համբույր էր։ Համաձայն եք, որտեվ պայմանավորվել է, որ ում որ համբուրեմ, նա է Քրիստոսը Աստծո որդին։ Շատ լավ, հիմա կան սիլիկոնային ընկերներ, ընկերուհիներ։ Մեր մոտ փառք Տիրոջ էլ չկա։ Արտասահմանում կան սիլիկոնային տիկնիկներ, մարդու տեսքով, լրիվ մարդ։ Ես պատգամ, որ պատրաստում էի, ինձ հետաքրքրում էր նայեցի, էլի։ Սկզբից ոնց են ողնաշարը հավաքում այդ ռոբոտի ոսկորները իրականի պես հավաքում են հաղորդալարերով, չգիտեմ ինչերով, սենսորներով, բաներով, որ շրթունքները զգա, աչքերը զգա, ձեռքտաս իրան զգա, որտեղ ձեռքտաս դրան համապատասխան արձագանք ցուցաբերի, լրի մարդու պես փափկությունը այնպես են սարքում այդ սիլիկոնի մարդու մաշկի, մարդու մսի նման փափուկ նույն ձևով ամեն ինչով։ Այդում փող տալիս առնում են որպես իրանց անգամ կին են առնում կամ ամուսին են առնում։ Ու դա մի քիչ լավ է իրանց համար, մի կողմից էլի, որ այդ կնոջը ինչ ասես մեկա չի ակառակվի։ Ուզում ես սաղ սիլիկոն տար, ուզում ես ոչ մի բան մի տար, ինքը պետք է ռանգատված, որտեղ գոհալնես, շնորհակալնես, ժպտաս, գալուս կոշիկներս անում տանես տնես տեղը։ Բայց մեջը իրականություն չկա եւ կյանք չկա։
Ես դրանց գները հետաքրքրեց, ասի տեսնես դրանք թանկ բաներ են, թեժան, ուրեմն գիտեք ինչ արժեն այդ լավագույնները, լավագույն տեսակները որ կան, 175,000-ից մինչև $400,000։ Գրեթե $500,000 տալիս են մի հատ ռեզինի, բայց մարդկա իր կնգան 400 դրամ չի տալիս, որ գոնա էդի ինչ կուզի դրա վրա ծախսի։ Լպատկերացնում եք, ռեզինին կտա $500,000, իրական մարդին չի տա 400 դրամ։ Եվ սա դառնում է ընկեր, ոչ կարող է այդ ռոբոտը հայր լինել, որ իրան պապա ասես, ոչ մայր լինել, որ իրան մամա ասես, ոչ կարող է երեխա ծնել, ոչ կարող է կուրծքով կերակրել երեխային, ընդհանրապես կյանքի որևէ զգացում իր մեջ չի կարող ունենալ։ Հիմա այս սիլիկոնային ծաղիկներն ավելի անվտանգ չէին, քան թե այսպիսի մարդիկ, երբ որ իրենց ներսի հոգեբանությունը եւ փոխհարաբերություններն են այդպեսին։ Մենք մի քանի ամիսներ թե կարող ավելի շատ առաջ հիշում եք խոսում ենք կարկատած փոխհարաբերությունների մասին, այն բաժակը որ կարկատած որ իրականում տեսքով բաժակ էր, բայց մի կաթիլ ջուր չէր կարող իր մեջ պահել, ոչ կարող էր մի հատ սուրճ հյուրասիրել դրանով, ոչ էլ որևէ հյութ։ Կա փոխհարաբերություններ էր, բայց ընդհանրապես կարկատած բաժակի նման։ Սա էլ մի քիչ ավելի նուրբ ձևով կարկատած բաժակից, որովհետև կարկատած բաժակը դու կզգաս, որ չես կարող օգտագործել, իսկ սա չես զգա, մինչև որ հասկանաս, որ ճիշտ չէր։ Տեր Հիսուսը խոսեց կեղծիքի մասին, բացահայտ եւ առաջինը մատը դրեց փարիսեցիների եւ դպիրների վրա։ Վայ ձեզ դպիրներ եւ կեղծավոր փարիսեցիներ։ Ինչն էր նրանց միջի կեղծիքը։ Նայելով արտաքին տեսքին, կարծես թե տաճարում ամեն ինչ ճիշտ իր տեղում էր։ Կար ամեն բան իր տեղում ճիշտ դրված էր, բացի Աստծուց, որտեղ ասում չեն դնում ինչ որ միտեղ Աստված կամ կարող է լինել կամ չլինել իր ներկայությամբ։ Այսինքն Աստծո պատվիրած ձևերը պահպանվում էր տաճարում, բայց Աստծո ներկայությունը իրական չկար։ Հիմա եկավ Աստված, Աստծո որդին, եկավ իր տեղը գտնելու տաճարում։ Տեսավ աղավնիներեն ղուժբաս են դարձել քահանաները, աղավնից ախող են դարձել են բիրժա, ինչ որ դրամափոխության բաներ, անասուն են ծախում ու առնում, զայրացավ Տերը թե ոչ։ Զայրացավ շուռ տվեց լումայափոխների սեղանները, աղավնե վաճառների սեղանները շուռ տվեց եւ բարձրաձայն գոչում ասում էր այս տունը իմ հորս աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այն։ Արդյոք հնարավոր չէ որ Տերը վաղագամ մտնի մեր սրտի տաճար։ Որն է այսօր Աստծո տաճարը, դու ես Աստծո տաճարը, որովհետև Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում։ Եվ Քրիստոս ուզում է քո սրտի տաճարում անշահոտ խնկաբույր պատարակ մատուցի Աստծուն, որ աղոթքն է քո ներսի։ Հանկարծ կարող է մտել ու քեզ էլ ասի, այս տունը իմ հորս աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դու ավազակների որջի ես վերածել այն։ Ես չգիտեմ, ես ինքս հանդիմանություն եմ զգում իմ ներսում, որ հնարավոր է Տերը ինձ էլ կասի, քո սիրտը ավելի շատ ավազակի որջա քան թե Աստծո տաճար։ Բայց ինչ ասեմ իրան։ Տեր, բա մենք էս ենք անում, մենք տեսա ինչքան ծաղիկներ բերեցի, ցույց տվեցի, պատգամի մեջ։ Տերը կասի, դրանք ինձ չի հետաքրքրում։ Քո ցույց տվածը ինչ փոխեց մարդու մեջ։ Ես դա եմ ուզում տեսնել։ Կամ քո մեջ։ Եվ Մատթեոս ավետարան 23-ի 27-28 խոսքն ինչ ասում. Դուք սպիտակեցված գերեզմաններ եք, որոնք դրսից երևում են գեղեցիկ, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով։ Սա փարիսեցու վիճակն է, բայց կարող ենք մենք էլ լինել փարիսեցի մեր վիճակով հոգեբանությամբ։ Այո, այսինքն դրսից մարդը նման ես, ներսդ ընդհանրապես լեցված մեռելների ոսկորներով։ Դրսից գեղեցկացված ես, հարդարված ես, շպարված ես ամեն ձևով, բայց տակից նորից քո պարավի կնճիրներն են, էլի այնքանա որ գաճը քաշեցիր, ծածկեցիր, վրայից անցար, բայց իրականում տակինը դու ուրիշ մարդ ես։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ բան պարտադրում փաթաթում մարդկանց վզին, բայց փորձեք գալ դեպի իրականություն։ Աստված այսպես է ստեղծել։ Սպիտակ մազերը քեզ փառած պսակ են, եթե նրանք ճերմակել են արդարության ճամփաների մեջ։ Իմ սիրելի տարիքով եղբայրներ եւ քույրեր, Ֆելիքս ջան, սպիտակ մազերը Տերն ասում է փառած պսակ է քեզ։ Եթե այն ճերմակել է արդարության ճամփաների մեջ, այն չես լղոզում ներկում ծածկում, ուզում ես ցույց տաս երիտասարդ ես, դու մեկա երիտասարդ չես։
Բոլորն էլ գիտեն, որ դու երիտասարդ ես։ Ավելի լավ է քո այդ հարգանքը չկորցնես։ Ուրեմն սա կեղծավոր հոգևորականության ճիշտ նկարագիրներ փարիսեցիների վրա։ Տերը ցույց տվեց, որ նրանց ներսն ու դուրսը չեն համապատասխանում իրար։ Դրսից կարող է ուրիշ բան երևալ, բայց ներսը լինի լրիվ մի ուրիշ բան։ Մատթեոս 23:2-3 Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ այն ամենը, ինչ որ ձեզ ասեն, պահեք եւ արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետեւ ասում են, բայց չեն անում։ Ասում են, բայց չեն անում։ Հիմա մենք ենք շատ բան ասում եկեղեցում, բայց որ ասում ես, անում ես նաև այդ։ Չէ, եթե չես անում, դու նույն ես Մովսեսի աթոռի վրա նստած դպիրների փարիսեցիների նման ես դառնում։ Քարոզում են, բայց չեն ապրում, որովհետև կարծես այդ քարոզը ուրիշների համար է եւ ոչ թե քո։ Եթե մենք կարդանք 23-րդ գլուխը Մատթեոս ավետարան, գրեթե ամբողջը այս նման բաների է վերաբերվում։ Եսայիա մարգարեություն 29:13-ն ասում է. այս ժողովուրդը բերանով է կամ շրթունքներով է ինձ պաշտում, բայց իրեն սրտերը օտարացված եւ հեռացած են ինձանից։ Զուր են ինձ պաշտում եւ մարդկանց սովորեցրած խոսքերն են իբրև վարդապետություն ուսուցանում։ Այսինքն դառնում է, որ մարդկանց պաշտմունքը կարծես կար, բայց ներսի պարունակությունը իրականությանը չէր համապատասխանում։ Տիմոթեոս, 2 Տիմոթեոս 3:5-ը ավելացնում է, որ խոսում է աստվածապաշտության կերպարանք ունեցող, բայց զորություն չունեցող մարդկանց մասին։ Դրսից կա կերպարանքը, բայց ներսից զորությունը գոյություն չունի։ Եսել որ չասեք մենակ 5 կտակարանից կարդաց։ Տեր Հիսուսը, երբ որ աշակերտների հետ էր, տեսավ Նաթանայելին։ Եվ գիտեք ինչ ասաց, կարդամ։ Հիսուսը տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս եւ նրա մասին ասաց. ահա իրապես իսրայելացի մի մարդ, որի մեջ նենգություն չկա։ Արդարև իսրայելացի մի մարդ, Իսրայելի մեջ գտնվող մի մարդ, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելը նրան ասաց. որտեղից ես ճանաչում ինձ, Տեր։ Հիսուս ասաց նրան. նախքան Փիլիպոսի քեզ կանչելը տեսա քեզ թզենու տակ կանգնած։ Նաթանայելն ասաց. ռաբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուս պատասխանեց եւ նրան ասաց. հավատում ես, որովհետեւ քեզ ասացի, թե թզենու տակ քեզ տեսա, դրանից ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո օրհեշտակներին, որ բարձրանում եւ իջնում են մարդու որդու վրա։ Հովհաննես 1:47։ Հիմա տեսեք, ամբողջ Իսրայել, անգամ իր աշակերտներին այդ բառերը չասաց։ Բայց Նաթանայելին ասաց. մի մարդ, որի մեջ նենգություն չկա։ Այսինքն նրա ներսը այնքան մաքուր էր, որ Տերը ասաց. մի մարդ տեսա Իսրայելում, որի մեջ նենգություն չգտնվեց։ Հիմա եթե Տերը մի հատ ռենտգեն անի մեզտեղ մեզ բոլորի սրտերը, ինչքան նենգություն կարող է գտնել անկարծ։ Ուրեմն շարունակում մեզ ավելի շատ պետք է մեր ներսի հարդարանքով զբաղվել, որ Տերը գա առաջինը սա է նայելու, ու երբ որ Քրիստոսն եկավ, եկեղեցու հափշտակությունը տեղի ունեցավ, իսկ մարմինը չէ որ պետք է հափշտակվի երկինք։ Այդ մարմինը ֆուտբոլի պես շորերի հետ մնացտեղ կամ պետք է փոխվի։ Քո հոգիդ է Քրիստոսին միանալը։ Իսկ ովքեր են ուզում տեսնեն մարդու որդուն եկած երկնքի ամպերի վրայով, զորությամբ մեծ փառքով եւ երեշտակներին բարձրանալիս ու իջնելիս մարդու որդու վրայով։ Դուք պատկերացրեցիք այդ պահը մի պահ, այսպես պիտի վերադառնա Տերը։ Այդ ժամանակ ասում է Տերը, հայացները վեր բարձրացրեք, որովհետեւ ձեր փրկությունը մոտ է։ Այդ ժամանակը որ իմաստուն կույսերի պես քո լապտերդ վառած, յուղնել սապաս եթե ունեցած փեսային դիմավորելու ես ելել։ Այստեղա որ Աստված գա հարդը պիտի զատի ծորենից, որ պիտի ծորենը տանի իր շտեմանան, իսկ հարդը պիտի այրի անշեջ կրակով։ Հիմա մի քանի օրինակներ բերեմ ու կմոտենամ ավարտին, բայց ավարտը այդքան շուտ չի լինի, շատ ուրախանաք։ Օրինակ մայր, կարող է լինել իսկական մայր, օրինակ մայր հասկացողությունը շատ գնահատված բան է, բանասեղություններ կամ որ մասին գրված, իսկապես մայրերը լավն են, բայց բոլոր մայրերը լավն են։ Ինքան վատ մայրեր կան, որ շունը իրանցից լավ է։ Հիմա չդատեք ինձ, օրինակ կպատմենք, տեսնեք, որ դուք էլ կասեք, այո, այդ շունը ավելի լավ էր։
Ես ես օրինակը էլի եմ պատմել, եթե չեմ սխալվում։ Սիբիրում դենտեղ շատ ցուրտ է, շատ է ձյուն գալիս։ Այդ քաղաքի բնակիչները տեսնում են մի շուն, ցան մեջ ծածկված, մեջքը այսպես մի քիչ դուրս մնացած, մտածում են սատկել է, կանչում են համապատասխան աշխատողների, որ այս շանը տանեն միտեղ գցեն կամ թաղեն։ Որ գալիս այդ ձյունը բացում են, զարմանում են, որ տեսնում են շունը սատկած չէ, շանտակ մի հատ երեխա կա, երեխա։ Մի երկու տարեկան երեխա է, ուրեմն շունը ծածկել է իր մարմնով, որ այդ երեխան չցրտարվի, պաշտպանել է։ Ու այդ երեխային հանում են, տանում են շտաբ օգնություն, այդ առաջի օգնություն, մի խոսքով երեխային փրկում են։ Ինչ է եղել իրականում։ Իր մայրը հարբեցող մի հատ ռուս երեխին թողել է անտերական, գնացել է, դու գիտեք, իրանք ուր են եթում։ Այդ ժամանակ երեխան դրսում մնացել է այդ ցեների մեջ, շունը, իրանց շունն է եղել, այդ երեխային փրկելու համար հասկացել է, որ երեխային պետք է ծածկել։ Այդպես ծածկելով փրկել է։ Հետո այդ կինը որ գալիս է, աչքերով ռած կապտած, իր քեֆ ուրախությունից, ոստիկանները բռնում տանում են ու երկար տարիներով դատում են, զրկում են մայրական իրավունքից դատում են։ Հիմա դա ասեք, այդ շունն էր լավ, թե այդ մերը։ Բարձր ասեք։ Շունը։ Հիմա տեսեք, որ լմայր լինելը, երեխա ծնելը չի նշանակում, որ դու մայր ես, դու մայր լինես նաև երեխա ծնելուց հետո։ Այսինքն դու կարող ես կոչվել մայր, սա էլ նշանակում է արհեստական մոր կոչում, ընդհանրապես իր մեջ մայրական ոչինչ չպարունակող։ Սրան հակառակ ես հիշում եմ, սա իմ աչքերով եմ տեսել։ Տներում էինք անում ավակույտ, ես էի խոսում Աստծո խոսք, խոսում ու դիմացս հատակին էին նստած, այն ժամանակ հիշում եք, օթոր նստարան չկար, հատակին նստում էին, շորերով մի քիչ ծածկում են իրանց։ Ուրեմն մի հատ քույրիկ էր նստած, կիներ, իր փոքր երեխայի հետ էր, երեխան պարկած էր, գլուխը դրել էր մուրծակներին, քնել էր։ Այդ կինը ասած ուշադիր լսում էր խոսքը, ձեռով էլ կամաց ես երեխայի մազերի մեջ մատերը մցրած շոյում էր։ Այնպես ջերմություն կար այդ շոյանքի մեջ, այնպես իրականություն կար, այնպես գեղեցկություն կար։ Ես դες քանի տարիներ անց ես չեմ մոռացի այդ։ Ասում եմ, նայեք, մոր մոտեցում երեխին ինքը ոնց է շոյում, ոնց է սիրում, ոնց է զգում։ Նույն երեխան զգում է իր մոր ջերմությունը, մոր հոգատարությունը, իմ մաման, հասկանում եք։ Տարբերություն տեսակ այն ռուս կնոջ, մեկ էլ էս մրգաշատի եկեղեցում էր քույրիկի միջև։ Կարող է քույրիկը միշտ նստածել է, ես չգիտեմ։ Բարձր, ուրեմն միտեղ կար իրական մայրական սեր եկեղեցություն, միտեղ կար ընդհանրապես մայր կոչված իր մեջ մորից ոչինչ չունեցող վիճակ։ Իսկ հայրը կարող է լինել, չէ՞, դա հայրը տենց ոնց կարող է լինել, հայրերը բոլորը լավն են լինում, չէ՞։ Այդ սիլիկոնից հայր չկա ասկի, կա։ Ովքեր որ գրականությունից հələ հիշում են, որտեղ հիմա ով է գրականություն կարդում, էլ ինտերնետը ամեն ինչի տեղը գրավեց, ով է գիրք, ով ասկի գիրք կարդում։ Մի հատ որևէ գրականություն գրադարանից ետակ բերեք կարդակ, ապրեք, եթե կարդում եք։ Նարդոսի հոգում վրա հասավ, ինչա նովելա պատմության այդ հիշում եք, որ աղքատ մի ընտանիք տղան մեկին օգնում է բեռա կրում, հանում 20 կոպեկ փող է տալիս, մի աբասի փող է տալիս, վազելը ուրախ բերում ատում, որ մորը տասի մամ 20 կոպեկ աշխատել եմ, այդ 20 կոպեկով կարող են արդեն հաց առնել ընտանիքի համար, հերը տանն ալում հարբեցող, որ լսում այդ 20 կոպեկը հաշտում քաշում է, ճպտում է իրարից հերից, խլում է այդ 20 կոպեկն ու վազում գինետուն։ Վազում է գինետուն, այդ ֆիլմն էլ նկարել են, ես չգիտա, թե չէ որոշելի է դնեմ նայեք, կարճ ինչ որ մի բան դեր կարճամետրաժ, այդում գինետուն խմում է այդ 20 կոպեկին ու ցույց է տալիս ընտանիքի վիճակը, դուրբած, քամին փչում էր, երեխեքը սոված, մոր շուրջ բոլորը հավաքված, ասում էին մայլո հաց եմ ուզում, մայլո հաց եմ ուզում, բայց մայլոն հաց չկար որ տար։ Այս էլ սիլիկոնային հայր։ Այսինքն հայր մայրը, ասեն դա կոչում չէ, դա կարող է դու մի հատ Սաքսի գրասենյակում ամուսին կոչվես կամքին, բայց իրականում չլինես դու երբեք այդ մարդը։ Դու կարող ես երեխան քեզ պապա ասի, բայց դու պապա կոչվելու արժանիք չունենաս կամ մամա կոչվելու արժանիք չունենաս։ Նույնը հակառակ։
Երեխաների վերաբերմունքը ծերացած հատկապես ծնողների նկատմամբ ինչպիսին է, կամ չծերացած անգամ մարդիկ անպես կոշտ կոպիտ են իրաց ծնողների հանդեպ, ոնց որ իրանց ընկերոջները այդպես չեն խոսում։ Կամ իրանց ծնողներին հիշում են այն ժամանակ, երբ որ պետք են այդ ծնողներն արդեն։ Այդ մեն Ռուսաստան չկան, բոլոր ինչի վերաբերում սա։ Ու լուրա գալիս, որ պապան կամ մաման հիվանդ մեռնում է։ Արի հասի, բայց ինչին պետք է հասնես, ամբողջ այդ տարիների ընթացքում մի անգամ պապային մամային չես հասել։ Տունը պետք է մեկի վրա գրվի, շուտ արի հասի, տես քո բաժինը որն է։ Սրա համար են գալիս ոմանք։ Ես գիտեմ այդպես դեպքեր։ Դու ինչ որդի ես էլ։ Ես կասեմ, սիլիկոնային որդի։ Մեռնում է, իր ունեցվածքն է քեզ պետք, հետաքրքիր դրա համար եկար։ Կամ տան վրա բազար են անում, ով պահում է, ես եմ պահի, տունը ինձ պտիլի, կամ տունը գրին վրա քեզ պահեմ։ Ես մեր երեխեքին էլ ասել եմ, ասի, եթե կյանքում կամ մի օր, որ ես հանգարց զգամ, ինձ պետք չէ որ ասել, ես ինքան շուտ եմ զգում այդ բաները, զգամ, որ ինձ դուք խնամելու համար ման է գալիս պատրվակ, որ տունը գրեմ դրա համար, ես չեմ էլ հարցնի, ծերանոց կգնամ, ձերպես երեխեքի հետ ես մի րոպե չեմ ապրի։ Այնտեղ ինձ համար շատ ավելի պատվաբեր է։ Հասկանում եք։ Դուք ճիշտ վարվեք ձեր ծերացած ծնողների նկատմամբ։ Ինչ պարտադիր է, հո մի տուն 100 մարդու չեն տա, վերջը մեկի պետք է տա։ Ինձ հետևեց, ես չէ, ուզում են այսպեսի բազարներ անել։ Նշանակում է ձեր փոխհարաբերությունները ծնողի հանդեպ նույնպես է, ինչպես են կենկնոջը, որ իր երեխեքին թողել է շուններ խնամում, ինքը գնացել էր անառակության։ Այսպեսի մարդկանց համար երբեք արժեք չունի պատվիր հայրդ մայրդ Աստծո տված պատվիրանը, որտեղ Աստծո պատգամ կա, որպեսզի դու երկար ապրես երկրի վրա ու բարիք տեսնես, պատվիր քո հայրդ եւ մայրդ։ Սա Աստված է ասում։ Աստված ինքն էլ չէ մեզ համար որպես հայր։ Ձեզնից ում հայրն է, Աստված ում հայրն է։ Տերն ասում է, եթե հայր եմ, ուր է իմ պատիվը, եթե Աստված եմ, ուր է իմ վախը։ Եթե մենք այս երկուսը կորցրեցինք, այդ քո ասածը հայր իմը կամ հայր մեր աղոթքը արժեք չի ունենա, օգուտ չի տա։ Ուրեմն ընկերներն էլ այսպես կարող են լինել, քո լավ օրին քեզ հետ լինել, քո դժվար օրին քեզ թողնել ու հեռանալ, որովհետև նրանք քո գրպանն էին սիրում, քո հեղինակությունն էին սիրում, չէ, քո պաշտոնն էին սիրում։ Մի բան կարդացի, ուրեմն երկու ընկեր հանդիպում են, ասում աղբեր, ինչ ես անում, ինչով ես զբաղված, ասում ձանձրտից մերդում եմ, բան չկա անելու, ամբողջ պարապսարակ հնգած եմ ստեղ։ Դա ասում որ պարապես գործ եմ անում, մերը կգաս ինձ մի քիչ օգնես շինարարության մեջ, ասում աղբեր, քիչ սրբելու ժամանակ չունեմ, չեմ կարող։ Մի քիչ առաջ ասում պարապսարակ գա։ Այսինքն եթե դու արդեն պետք է գաս, այդ ժամանակ հիշում ես որ գործ ունես։ Բարձր։ Սա չի խոսում իրական փոխհարաբերության մասին։ Ուրեմն եկեղեցում էլ սովորենք մենք մեր եկեղեցին ես գոհ եմ, այդպիսին է։ Ստից ամեն գոռացող չէ, ստից ծապտվող չէ, ստից բղավող չէ։ Տարիներ առաջ մեր երիտասարդները գնացել էին մի հատ ուրիշ եկեղեցի, ուրիշ տեղ է։ Այնտեղ ասում էին լանտեն, սկրակոց, ասեցին, գոռացին, նրճագեցին, ասին եկեք, բարձր աղաղակեք Տիրոջը, բղավեք, ալելույա, մրգաշատը եկեղեցին, սուս նստած էր։ Մի քան անգամ փորձեցին տեսան մրգաշատի եկեղեցին չկա աստի ոնց որ ոսի եկեղեցի ա որ մի հատ չի բղավում որտեղ մրգաշատի եկեղեցին ստից բղավողներից չէ դու քո խոսքդ խոսի որ սրտից կպավ ես կբղավեմ առանց քո այդ հրահանգների հասկանալի է որ մեր մեջ իրականություն թող լինի դու բան չես ասում ինձ ասում ես բղավի հələ խոսք չես ասում ինձ ասում ես ասա ամեն Այսինքն խոսքիդ համաձայնել չեն, ոչ թե ամեն, ես կարող եք ես գուզենայի հիջտնեմ, այստեղ չթողեմ շարունակես խոսքը։ Ես դուզ մեզ ամեն ասեք, ես ինչ կասեմ, ասեք այո, ճշմարիտ է։ Սրանից խուսափեք։ Ուրեմն արտաքին տեսքին մի խաբվեք, մարդի լեզվին մի խաբվեք, մարդու մկաներին մի խաբվեք, մարդու կապույտ աչքերին մի խաբվեք։ Ովքեր կապույտ աչքեր ունեն, ասեցին ամեն։ Նավեան Հեսուն խապնվեց բորբոսնած հացին, խապեցին, բորբոսնած հաց բերեցին, ասին, մենք որ դուրս եկանք մեր երկրից, թոներից նոր հանել էինք այս լավաշները, մինչև ասանք ստեղ բորբոսնելա, տիկերը նոր տիկեր էին, մինչև ասանք ստեղ արդեն քրքրվելա, խապեցին բայց,
Չհարցրեցին Տիրոջը, Տեր, այս մարդիկ իսկապես հերու տեղից եկած են, սրանց հետ դաշինք կնքենք, թե չկնքենք։ Դաշինքը կնքեցին, իմացան, որ հաջորդ ազգը այդ մարդիկ էին։ Եվ այսօր մերձավոր արևելքի հрьяաների ամենամեծ աչքի փուշը դարձան հենց նրանք։ Մինչև այսօր։ Բարձր։ Այսինքն մենք էլ փորձենք Տիրոջ կամքը հասկանալ։ Իսկ Աստված պատվիրում ասում էր, առաջ Թագավորոս 16:7-ում ասում էր, բայց Տերը Սամուելին ասաց. «Մի նայիր նրա տեսքին ու բարձր ասակին, քանի որ ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում, մարդը տեսնում է աչքի երևացածը, իսկ Տերը սրտին է նայում»։ Երբ որ պետք է Հեսեի որդիներից մեկին ընտրեր թագավոր, մեծ որդին եկավ, Սամուելը մտածում էր, ինչ տեսքով էս կլինի, ասես չէ, էս չէ, հաջորդը էս էլ չէ։ Սամուելը ապշել, բա որն է։ Երեխեքը պրծան։ Չէ, ասես մի հատ էլ կա հանդում ոչխար արածացնում, իրան կանչեք։ Կանչեցին, ասեց, սա է սրան ուծի որպես Իսրայելի թագավոր։ Այստեղ ասում էլի, դուք մարդիկը մարդու տեսքին եք նայում, բայց ես Տերս մարդու սրտին եմ նայում։ Ով ասում որ Տերը իրեն նայ, սիրտդ ցույց տուր, ոչ թե թարթիշներդ։ Եկեղեցի գալիս ես, օրհնությունդ բեր, օծությունդ բեր, քո աղոթքներդ բեր, քո ծարավդ բեր, քո սեր ու քաղցրությունդ բեր, ոչ թե թարթիշներդ։ Արզը, սրանք իրարից շատ են տարբեր։ Եվ եթե մեր ներսը դատարկ է, մեր արտաքինը մեզ որևէ բանով օգնել չի կարող։ Եվ Մատթեոս 23:25-26 ասում է. «Վայ ձեզ կեղծավորների, դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուշկալությամբ։ Կույր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի ներսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Բաժակի ու ափսեի ներսը նախ մաքրիր, դուրսն էլ մաքուր կլինի»։ Սա եթե փոխաբերական իմաստով նայենք, մեր սրտի ասում է քո ներսդ մաքրիր, քո սիրտդ մաքրիր, քո դուրսն էլ դրան համապատասխան մաքուր կլինի։ Արդեն քո շփիտն էլ կդառնա իրական, քո թախիցն էլ կդառնա իրական, քո ամենն էլ կդառնա իրական, քո սերն էլ կդառնա իրական։ Շինծ ու ոչինչ չի լինի այնտեղ։ Դավիթն ու Հովնաթանը ընկերներ էին, շատ հարազատ, եւ նրանց ընկերության մեջ շինծ ու ոչինչ չկար։ Իսկապես սիրում էին իրար, որպես եղբոր պես, ոչ թե միայն ընկեր։ Հովնաթանը, որ թագաժառանգն էր, իրեն էր պատկանում այսպես իրավունքով հաջորդ գահակալը լինել, բայց նա պատրաստ էր Դավթի երկրորդը լինել, բայց Դավթի հետ լինել։ Եվ մեծ վտանգներ իր վրա վերցեց, հոր աչքից ընկավ, անգամ հերը անարգում էր իր որդուն, նիզակում անգամ խփեց, որով սպաներ անգամ, բայց այդ ընկերությունը մնաց գնահատված։ Թեկուզ պատերազմում զոհվեց Հովնաթանը, Տերը չհաստատեց այդ մտերմությունը։ Հիմա գամ առաջի դարի եկեղեցու վրա մոտենամ ավարտին իսկապես։ Առաջի դարի եկեղեցին ինչպիսին էր։ Սուրբ Գիրքն ասում է, կարդամ ձեզ համար Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42-47 խոսքերը, շատ հետաքրքիր տեղ է։ Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ Այսինքն առաջի դարում հրաշքներ, զորություններ, նշաններ կային հաճախակի կատարվող, գրեթե անընդհատ կատարվող։ Հետո բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում եւ նրանց ողջ ունեցվածքը ընդհանուր էր։ Այսինքն ինչ որ ունեին, բոլորի համար համարում էր ընդհանուր։ Ասենց բան դուք տեսել եք որևէ եկեղեցում։ Ասենք մեկը միլիոն աշխատե Պիրասի եկեղեցուն, մեկը 100 դրամ աշխատե Պիրասի եկեղեցուն, հավասար օգտվենք սրանից։ 100 դրամ աշխատողը շատ լավ է։ Դու գնացիր խոպա միլիոն աշխատա, վերեցիր ինքը այդ տունը պարկած, բայց այստեղ ընդհանուր էր, որովհետև իրենց ներսը Տիրոջ հետ էր կապված, ոչ թե ունեցվածքի։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածք ու կալվածքները եւ բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ունենար։ Ամեն օր տաճարում էին համախմբվում կամ ավակվում։ Իսկ հացի բեկումը տներում էին կատարում ուրախությամբ եւ պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով, օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց վրա փրկվածները ավելացնում էր ամեն օր։ Այսպեսի եկեղեցի էր առաջի դարի եկեղեցին։ Եվ աճում էր եկեղեցին 3000, 5000 զորություններ, օրհնություններ, բժշկություններ, ժողովուրդը մեկ սիրտ էին միաբան, որովհետև նրանց ներսը ամբողջապես Տիրոջ հետ էր կապված, եւ նրանք հասկանում էին Քրիստոսի սերը, իսկ Քրիստոսի սերը
Բարեր չէր, որ նա եկավ ասաց։ Մենք հարուցում ենք սիրո մասին, բայց Քրիստոսը սիրեց։ Պարզ է։ Հովհաննես 15:13 ասում է. ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ մեկը իր կյանքը կտա իր բարեկամի համար։ Ովքեր են ուզում իմանալ ավելի մեծ սեր ունեն, թե չունեն։ Տեսեք, դու կարող ես քո ընկերոջ, քո բարեկամի համար քո կյանքը դնել։ Եթե չես կարող, նշանակում է դու դերևս ամենամեծ սիրուց հեռու ես։ Շատ մարդիկ խոսում են սիրո մասին, բայց Հիսուսը ինքը իր անձը զոհաբերեց հանուն իր սիրո, հանուն եկեղեցու։ Քրիստոսի սերը անվերապահ էր եւ Աստված մեզ սիրեց այն ժամանակ, երբ որ մենք թշնամի էինք Աստծուն։ Եթե մենք որ թշնամի էինք, Աստված մեզ սիրեց, որչափ առավել այժմ, որ մենք փրկված ենք նրանով ու կոչվում ենք որդիներ։ Եվ նրա սերը այսքան մեծ սեր է։ Ապա որքան առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարգությունից փրկված կլինենք, որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով, ապա որչափ առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքը աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Հռոմեացի 5:8-12։ Ուրեմն, ասեք, Քրիստոսի սերը փրկարար էր։ Հիսուսի սերը ամենամեծ պարգևն էր։ Եվ նա իր մարմին խաչով բացեց հավիտենական կյանքի ճանապարհը եւ մեզ տվեց անմար հույս, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ուրեմն նրա սերը փրկեց մեզ դատապարտությունից, նրա սերը մեզ մաքուր հույս է տալիս, նույնիսկ երբ մահվան դեմ ենք կանգնած, եւ նրա սերը մեզ ուժ է տալիս ու վստահություն վաղվա օրվա համար։ Սա մեր Տիրոջ սերն է։ Հիմա մի հատ փոքր խորհուրդ ու վերջ։ Հիսուսն ասաց. ձեր այոն թող լինի այո, ոչը ոչ։ Մատթեոս 5:37։ Սա նշանակում է անկեղծություն։ Երդման մեջ անկեղծություն չկա։ Ուզում ես ապացուցես, որ դու ճիշտ ես ասում, բայց երբ քո խոսքը ճիշտ ուղիղ շիտակ է, երդվել պետք չէ։ Մենք երդվում ենք, որ ցույց տանք, թե չէ, դու իմ վրա վատ բան չմտածես, ես որ ասացի կանեմ, բայց դու ասա քո խոսքդ իրականում եւ այն արա։ Հռոմեացի 12:9 սերը թող լինի անկեղծ, մաքուր, պարզ, անխարդախ, անարատ, ճշմարիտ, անաղարտ, ուրեմն անխաթար։ Եվ ի վերուստ այն իմաստությունը, որով մենք պետք է ապրենք, եւ ի վերուստ եկած իմաստությունը այս է. նախ սուրբ է, հետո խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ, արդարության պտուղի խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։ Տերը օրհնի ձեզ։